Երբևէ խորը մտածել եք, թե ինչու է մեր աշխարհը հաճախ թվում այսքան քաոսային ու տառապանքով լի։ Դե այսօր մենք միասին խորանալու ենք մի շատ հետաքրքիր հոդվածի մեջ, որը պնդում է, որ պատասխանը ոչ թե դրսում է, այլ մեր սեփական մտքերի խորքում։ Եկեք տեսնենք, ինչպես է մեր երևակայությունը կարող մեզ թաքարդի մեջ գցել։ Հոդվածը սկսվում է մի շատ ուղիղ ու անկեղծ ասած բոլորիս ծանոթ հարցից։ Մի հարց, որը վստահ եմ մեզնից յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ իրեն տվել է։ Այն մատնանշում է այն ինքնաոչնչացնող բարքագիծն ու անկարգությունը, որը կարծես թե պարուրել է մեր աշխարհը։ Սա հենց այն հիմնարար հարցն է, որին հեղինակը փորձելու է պատասխանել։ Ուրեմն, հոդվածը միանգամից տալիս է այսպես ասած իր ախտորոշումը։ Ըստ հեղինակի խնդրի բուն արմատն այն է, որ մենք, մարդիկս, ապրում ենք ոչ թե իրականության, այլ մեր սեփական երևակայության ստեղծած աշխարհում։ Սա շատ հետաքրքիր գաղափար է, եկեք ավելի խորը փորենք։ Լավ, բայց ինչ է իրականում նշանակում ապրել երևակայության մեջ։ Սա այն մտավոր վիճակն է, երբ մեր գործողություններն ու զգացմունքները որոշվում են ոչ թե նրանով, ինչ տեղի է ունենում հենց հիմա, այլ մեր գլխում անընդհատ պտտվող պատմություններով, անցյալի հիշողություններով ու ապագայի վախերով։ Բայց որտեղից են գալիս այս բոլոր ներքին պատմությունները։ Դե հոդվածը պնդում է, որ մեր երևակայությունը դատարկ տեղում չի ստեղծվում, այն անընդհատ սնվում է շատ հզոր արտաքին աղբյուրներից, մեր մշակույթից, մեդիայից, կրոնական գաղափարներից ու ավանդույթներից, որոնք էլ ըստ էության ձևավորում են մեր աշխարհայացքը։ Որպես այս ամենի հակաթույն, հեղինակը մեջբերում է այս հայտնի աստվածաշնչյան հատվածը. Հանդարտվիր, հրամանը, ըստ նրա մեկնաբանության, ոչ թե ուղղակի ֆիզիկական հանգստի կոչ է, այլ շատ ավելի խորը բան, ուղիղ հրահանգ, դադարեցնելու մտքի անվերջ բզզոցը եւ դուրս գալու երևակայության ազդեցությունից։ Այսպիսով, եթե մեր միտքը կարող է լինել խնդրի աղբյուրը, ուրեմն մեր ներսում ստեղծվում է մի լուրջ հակամարտություն։ Հեղինակը սա նկարագրում է որպես իսկական պատերազմ, որը մղվում է ոչ թե արտաքին աշխարհում, այլ հենց մեր սեփական գիտակցության ներսում։ Հենց այստեղ էլ հոդվածը շատ կտրուկ հակադրություն է դնում երկու վիճակների միջև, հիմնվելով Աստվածաշնչի վրա։ Մի կողմում ունենք վախի ոգին, որը ծնվում ու սնվում է մեր երևակայությունից, անհայտից, մյուս կողմում ողջամիտ միտքն է, որը ներկայացվում է որպես Աստծո պարգև, արմատավորված ներկայում ու իրականության մեջ։ Ու այս միտքը զարգացնելու համար հեղինակը բերում է թեմայի վերաբերյալ թերևս ամենահզոր աստվածաշնչյան պնդումներից մեկը։ Գաղափարն այն է, որ մեր մտքերը վայրի ձիերի նման են, որոնց պետք է սանձել, ակտիվորեն վերահասկել եւ օղորթել դեպի ճիշտը։ Այսինքն, եթե ամփոփենք, ստացվում է, որ միտքը երկսայրի սուր է, թեև այն անհրաժեշտ գործիք է, բայց եթե այն թողնենք առանց հսկողության, այն կարող է դառնալ մեր ամենամեծ թշնամին, աշխատելով հենց մեր բարօրության դեմ։ Լավ, խնդիրը պարզ է։ Մեր միտքը կարող է մեզ գերի պահել։ Բայց ինչ անել դրա հետ։ Հիմա եկեք տեսնենք, թե ինչ գործնական լուծում է առաջարկվում տեսությունից անցում կատարելով պրակտիկայի։ Ուրեմն, ահա թե ինչ է առաջարկում հեղինակը 4 պարզ քայլ։ Առաջին. պետք է ուղղակի բռնացնել քեզ այն պահին, երբ միտքդ սկսում է թափառել։ Երկրորդ. գիտակցաբար լռեցնել այդ մտքերը հանդարտվելով։ Երրորդ. դուրս գալ երևակայությունից ու վերադառնալ ներկա պահ։ Եվ վերջապես, չորրորդը, իմանալ, այսինքն հավատալ, որ դու Աստծո առաջնորդության ներքո ես։ Հեղինակն ընդգծում է, որ սա իհարկե հեշտ չէ։ Մեր միտքը բնականաբար ձգտում է կամ դեպի անցյալի ցավերը, կամ դեպի ապագայի անհանգստությունները։ Ու հենց այստեղ է, որ հավատքը դառնում է խարիսքը, որը մեզ պահում է ներկա պահի մեջ։ Լավ, սա անհատական մակարդակում։ Բայց հիշում եք սկզբի հարցը, ինչն է սխալ ամբողջ աշխարհի հետ։ Հենց այս բաժնում էլ հեղինակը անհատականից անցնում է համամարտկայինին, ցույց տալով, թե այս ամենը ինչ հսկայական ազդեցություն կարող է ունենալ։ Այստեղ, ըստ էության, հոդվածը շրջանը փակում է։ Պարզվում է, աշխարհի խնդիրները մեր անհատական խնդիրների հավաքական արտացոլումն են։ Մեր կոլեկտիվ երևակայությունները ստեղծում են այն համակարգերը, այն վանդակները, որոնք մեզ բոլորիս գերի են պահում։ Եվ խոսքը ոչ թե ինչ-որ մանր բաների, այլ հսկայական կառույցների մասին է, ինչպիսիք են կայսրությունները, կրոնների տարբեր ձևերը, ավանդույթներն ու մշակույթները։ Հեղինակի փաստարկն այն է, որ այս ամենը ծնվել է մեր հավաքական երևակայությունից ու այժմ գործում է որպես մի համակարգ, որը մեզ պահում է իր սահմաններում։ Գիտեք, սա մի տեսակ պարադոքս է։ Ըստ հոդվածի, քանի դեռ դու գտնվում ես քո երևակայության փխփջակի մեջ, դու նույնիսկ չես կարող պատկերացնել, թե ինչ է իրական ազատությունը։ Սա նման է նրան, որ չես կարող տեսնել վանդակի ճաղերը, երբ դու դրա ներսում ես ծնվել։
Եվ ահա այն այլընտրանքը, որը տեքստն առաջարկում է Աստծո ճանապարհը։ Սա երևակայության փոխարեն հավատքի ճանապարհն է։ Անցյալի ու ապագայի մասին անհանգստանալու փոխարեն ներկայում ապրելու, անցյալի վերքերը բուժելու եւ ապագան Աստծուն վստահելու ուղին։ Ու շատ կարևոր է հասկանալ, որ սա միանգամյան լուծում չէ, բացարձակապես։ Սա շարունակական պրակտիկա է, պահ առ պահ կայացվող ընտրություն, միտքը լրացնելու եւ նորից ու նորից հանդարտության վիճակին վերադառնալու համար։ Եվ վերջում հոդվածը մեզ թողնում է մի շատ սադրիչ հարցի առաջ. արդյոք մեր երևակայությունը լրացնելն է այն ճանապարհը, որով մենք կարող ենք մաքրել մեր միտքը եւ հասնել ճշմարտությունը սիրելուն։ Սա իսկապես խորը միտք է։ Իսկ դուք ինչ եք կարծում այս մասին։ Անպայման կիսվեք ձեր մտքերով մեկնաբանություններում։ Եթե այս վերլուծությունը ձեզ համար օգտակար էր, մի մոռացեք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել մեր ալիքին։ Շնորհակալություն։